Բարև ձեզ, դուք լսում եք մեր փոդքասթը, որը նվիրված է Սթիվ Ջոբսին, մարդու, ով կարողացավ փոխել տեխնոլոգիայի և արվեստի հարաբերությունը և ապացուցել, որ տեխնոլոգիան կարող է նաև լինել արվեստ։ Այսօր խոսենք նրա գործունեության և ֆիլիսոփայության, ինչպես նաև արվեստի և տեխնոլոգիայի միավորման մասին։ Խնդրում եմ հակիրճ ներկայացրեք Սթիվի գործունեությունը։ Սթիվ Ջոբսը NXT, Apple-ի և Pixar-ի հիմնադիր, բիզնեսմեն էր և ստեղծագործ մտածող։ Նա կարծում էր, որ յուրաքանչյուր տեխնիկական գործիք պետք է ունենա պարզություն, հոգի։ Նա ծնվել է 1955 թվականին Կալիֆոռնիայում և երիտասարդ ժամանակում նա սկսել է զբաղվել տեխնիկայով և դիզայնով։ 1976 թվականին իր ընկեր Ստիվ Ոզնյակի հետ նրանք հիմնեցին Apple Computer ընկերությունը, որի հիմնական նպատակն էր համակարգիչը դարձնել հասանելի և գեղեցիկ։ Հետագայում Ջոբսը նաև գլխավորեց Pixar Animation Studios-ը, որը ստեղծեց Toy Story անիմացիան և շատ լեգենդար անիմացիաներ, ապացուցելով, որ տեխնոլոգիան կարող է դառնալ իրական արվեստ։ Ինչպես փոխվեց մարդկանց վերաբերմունքը տեխնոլոգիաների հանդեպ։ Հիմնական գաղափարն էր ստեղծել ոչ թե դատարկ սարքեր, այլ ստեղծել փորձառություն։ Եվ Ջոբսը ապացուցեց, որ տեխնոլոգիան կարող է լինել ոչ միայն օգտակար, այլև գեղեցիկ։ Ինչպես միավորվեց տեխնոլոգիան և գեղագիտությունը։ Նրա համար տեխնոլոգիան չէր կարող լինել մեր գործիք, այն պետք է հղեր զգացում, պատմեր պատմություն և լինել գեղեցիկ։ Նա նաև մեծ ուշադրություն էր դարձնում բառատեսակներին, ասելով, որ տիպոգրաֆիան ինքնին արվեստ է։ Ինչպես է առաջնորդվել Սթիվ Ջոբսը։ Սթիվ Ջոբսը առաջնորդվել է մինիմալիզմի սկզբունքով, պարզ, մաքուր, առանց ավերածությունների։ Դրա վառ օրինակն է Mac-ը կամ iPhone հեռախոսները, որոնք ունեն ներդաշնակ գույներ, պարզ դիզայն և հստակ գծեր։ Ինչ ժառանգություն թողեց Ջոբսը։ Ջոբսը սովորեցրեց մարդկանց, որ չպետք է վախենալ տարբերվելուց, և նրա հանրայդ խոսքերից էր Stay hungry, stay foolish, որը թարգմանաբար նշանակում էր մնա սոված, մնա խենթ։ Այդ խոսքերով Ջոբսը հորդորում էր մարդկանց երբեք չդադարել փնտրել արկածներ և միշտ մնալ հետաքրքրասեր։ Այսպիսով Ջոբսը ոչ միայն ստեղծեց նոր սարքեր, այլև նոր մտածելակերպ։ Նրա օրոք արվեստը և տեխնոլոգիան միացան իրար։ Տեխնոլոգիան ունեցավ ոճ, իսկ դիզայնն ունեցավ իմաստ։ Շնորհակալություն, որ լսեցիք։